Այժմ տեսնենք ինչ է սպասում առույցներին հաջորդ 2 շաբաթվա ընթացքում մինչև օգոստոսի վերջ։ Ոչ մի թեմա չեմ ընտրել հարգելիներս, կարտերը ինչ ցույց տան, այդ մասին էլ կխոսեմ։ Ես կընտրեմ 2 տարբերակ եւ եւս մեկ կարտ, որպես խորհուրդ բոլոր առույցների համար։ Ես այստեղ տեսնում եմ բաժակների 7-ը։ Սա խապկանքի եւ խապուսիկ երազանքների կարտն է ինձ համար, ես այդպես եմ տեսնում։ Մարդը շատ մեծ նպատակ ունի, շատ հեռուն գնացող, տեսնում եք ամենամեծ բաժակը։ Իսկ դուք բավականին ճանապարհ պետք է անցնեք, որպեսզի հասնեք այդ նպատակին։ Այ ինչքանով է իրական այդ նպատակը, կդժվարանամ ասել, դուք ինքներդ պետք է գլխի ընկնեք։ Օրինակ, եթե դուք շատ երիտասարդ եք եւ կյանքի փորձ չունեք, միանգամից ուզում եք բարձր պաշտոն, չգիտեմ, ուզում եք միանգամից այնպիսի աշխատանք, որպեսզի մեծ ֆինանսներ վաստակեք, այդպես ուղղակի չի լինում։ Պետք է ամեն ինչի հասնել աստիճանաբար։ Իսկ ես տեսնում եմ այստեղ առույցներ, որոնք ունեն շատ մեծ պլաններ, բայց միգուցե իրենք դեռ չունեն այդքան փորձ։ Ուտես ավելի երիտասարդ մարդ եմ տեսնում նկարում։ Տեսնենք։ Տեսնենք ինչ կուշեն կարտերը։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելիներս։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի առույցներ, եթե հիշում եք սկզբում ինչ էի ասում, այստեղ կարտը այսպես շատ խապուսիկ, հա, սա խապուսիկ երազանքների կարտն է, չափից ավել այսպես մեծ ցանկություններով, ես ինչ որ նմանատիպ բան այստեղ տեսնում եմ, ճիշտն ասած։ Ես այստեղ տեսնում եմ Պենտակլի թագավորը, չէ, սա այն կայացած թագավորն է, որ կյանքում ամեն ինչի հասել է, մարդը հանգիստ, պարզապես վայելում է իր աշխատանքների արդյունքը, չէ, սա հարուստ, հարուստ, շատ այսպես կայացած թագավոր, այսինքն մարդ, որը ամեն ինչի կյանքում հասել է։ Ես կարող եմ ասել այսպիսի շատ հեռու գնացող պլաններ ունի մեր առյուծը։ Ես այստեղ իրականում ֆինանսական հարցեր չեմ տեսնում։ Ես այստեղ անձնական հարցեր եմ տեսնում, որտեղ անձնական, այսպես շատ անձնականի վերաբերող կարտեր եմ տեսնում։ Այսինքն շատ բան է ուզում, ամեն ինչ ուզում է ամենալավը առյուծը։ Ոչ մի խնդիր չկա, առյուծը վերջապես թագավորն է կենդանների եւ ինքը ուզում է այսպես թագավոր։ Եթե աղջիկների մասին է խոսքը, ինձ առուց աղջիկներն են նայում, իրենք ուզում են այսպես իրենց կյանքում լինի թագավոր, ապրեն երջանիկ ընտանիք կազմեն, լինեն երջանիկ, ուրախ, ամեն ինչ շատ լավ պետք է լինի։ Այսինքն իրենք ամենալավ բաներն են ուզում իրենց համար։ Բայց իրականում տեսնում եմ այդպես էլ չի լինում։ Ինչ որ ժամանակ չեն հանդիպում մարդկանց, հա, որոնք կարող են իրենց երազանքներն արդարացնել։ Այսինքն ես իրականում տեսնում եմ, որ իրենք չեն հասնում իրենց նպատակին։ Գիտեսում եմ, որ մարդիկ հանդիպում են, այնպես չի, որ մարդիկ չեն հանդիպում։ Պարզապես հանդիպում են մարդիկ եւ դուք կարող եք շատ այսպես արագել նվիրվում եք, ձեզ թվում է, որ սա այդ երիտասարդն է, որի հետ կազմելու եմ այդ գեղեցիկ ընտանիքը, մենք լինելու ենք լավ ընտանիք, երջանիկ ենք լինելու, դուք շատ հավատում եք ձեր հարաբերություններին, այսպես շատ կապվում նվիրվում եք եւ բավականին ջանք եք ձեր դնում ձեր կողմից, տեսնում եմ այստեղ ջահերի 8-ը բավականին շատ արագ կապվում եք եւ նվիրվում եք, հետո իրականում հիասթափություն եք ապրում, որովհետեւ պարզվում է, որ դա այն չէ, ինչ որ դուք ուզում եք։ Այսինքն ցանկացած նոր մարդու, որ հանդիպում եք, այդպես շատ արագ պետք չի կապվել, միանգամից երևակայել, որ սա սեր է, սա ձեր երազանքների ասպետն է, իրականում կարող է այդպես էլ չլինել, հարգելիներս, գոնե կարտերն են ինձ այդպես հուշում։ Այ որովհետեւ շատ անգամ այս ինքնախապեյության կարտը, հիշում եք խապկանքի, որ ասում էի, այսինքն դուք այդ շատ հեռուն տեսնում եք, այս մանր մուրը չեք տեսնում։ Մարդու թերությունները չեք տեսնում, միանգամից մարդուն տեսնում եք ձեզ որպես նպատակ, սա հենց այն է, ինչ որ ես ուզում էի։ Այդ դա խապկան կարող է լինել։ Մի փոքր պետք է երևի հարգելի երիտասարդ աղջիկներ հատկապես մի քիչ ավելի զգուշ լինեք, որովհետև կարող է ամեն առաջին պատահածը, որ ձեզ կարող է սեր խոստովանել, դա իրականում մեծ սեր չէ։ Նշանակում է մարդը ձեզ պարզապես հավանել է։ Դուք իրականում պետք է կյանքի փորձ ձեռք բերեք, ժամանակ պետք է անցնի, մինչև կարողանաք գտնել սեր։
իսկ ես վերջում տեսնում եմ սեր։ Այսինքն գիտեք, սա երիտասարդներ են եւ սիրահարների կարտն է։ Դուք իրականում կկարողանաք գտնել, ձեզ անպայման կհանդիպի, երբ որ կհանդիպի, դուք կհասկանաք, որ դա սեր է։ Առաջին հենց պատահած մեկին պետք չէ ընդունել, որտեղ սա հենց նա է եւ նրա շուրջը կառուցում եք ձեր երազանքներն ու նպատակները եւ կարող եք իրականում խաբված լինել։ Ոչ թե մարդն է ձեզ խաբել, այլ դա ինքնախաբեություն է, դուք ինքներդ եք ձեզ խաբում։ Մյուս կողմից միգուցե դուք չափից ավել մեծ եւ գեղեցիկ եւս այլ բան եք երևակայում ձեզ հարաբերությունները եւ դուք իրականում հիասթափություն եք ապրում, որտեղ եթե դա այն չէր, ինչ որ դուք ձեզ պատկերացնում եք, հասկանում եք, այդ դրա համար դուք հիասթափություն եք ապրում։ Ոչ թե մարդը վատն էր, էլի եմ ասում, այլ ուղղակի այն ինչ որ դուք ձեզ երևակայում եք մենակ առանձին ձեր սենյակում նստած, հարգելի երիտասարդ աղջիկներ, այլ դա կարող է այդպես չլինել եւ դա կարող է ձեզ հիասթափեցնել։ Սա նաեւ սիրահարների կարտը նաեւ նշանակում է ընտրություն, այսինքն դուք պետք է ձեր մոտեցումը փոխեք հարաբերություններին։ Հասկանում եք, աստիճանաբար են զգացմունքները առաջանում եւ ձեր երևակայածը կարող է իրականությանը չհամապատասխանել, այլ միգուցե պետք է չերևակայել, այսպես խապկանքի հետևից չգնալ, այլ պարզապես մարդուն ճանաչել իրականում ինչպիսին որ մարդը կա։ Այսինքն ինքնախաբեությամբ մի զբաղվեք, հարգելներ, սեր իրականում կա, սերը կգա, եւ որ կգա դուք կհասկանաք, պարզապես պետք է մի քիչ ավելի զգուշ վերաբերվել։ Եվ ես գիտեմ, որ կան առյուծ աղջիկներ, որոնք այսպես պատկերացնում են, երազում են, եթե չեն հանդիպում այդպիսի, այսինքն ամեն ինչ այնպես չի լինում, ինչպես իրենք պատկերացրել էին, իրանք հիասթափում են, իրենց թվում է, թե սա այն չէր։ Բայց միգուցե պետք է ձեզ մի քիչ համբերատար, որտեղ սերը ժամանակի հետ է առաջանում։ Պարզապես շփվում են մարդիկ, ինչ որ փորձությունների միջով են անցնում։ Ես հույսով եմ, որ դուք կհանդիպեք ինչ որ մեկին։ Երևի թե մինչև օգոստոսի վերջը հանդիպեք, որտեղ դեռ ինչ որ տեսնում եմ փորձությունների միջով եք անցնում։ Ի վերջո կհանդիպեք, հարգելներ։ Մի փոքր ավելի պետք է համբերատար լինեք եւ ամենակարևորը ինքնախաբեությամբ չզբաղվեք, հարգելներս։ Երևակայությունը եւ իրականությունը դրանք շատ տարբեր բաներ են։ Երկրորդ տարբերակում տեսնում եմ ճգնավորի կարտը։ Ինչ որ նոր փնտրտուքների մեջ է առյուծը։ Դե որոշ առյուծներ, սա բոլորին չի կարող վերաբերել։ Ինչ է սա նշանակում, մարդը ճանապարհ է ընկել, սա կարող է լինել միայնակ մարդը ճգնավորը, նաև փիլիսոփա, մտածող մարդը ինչ որ նոր բան է փնտրում իր կյանքում, նոր ուղիներ է փնտրում, ինչ որ նպատակի միգուցե չի կարողացել հասնել։ Դա կարող է լինել անձնական կյանքում ինչ որ նոր մարդ է փնտրում կամ միգուցե կարիերայում, աշխատանքում, ֆինանսներում, ցանկացած հարցի սա կարող է վերաբերել։ Տեսնում եմ մարդ, որը ինչ որ փնտրտուքների մեջ է, ինչ որ մի նոր տարբերակներ, նոր ուղի է փնտրում։ Տեսնենք ինչի համար է ուղի փնտրում առյուծը։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Գիտեք, հարգելի առուստներ, ինձ թվում է, որ դուք փնտրում եք եւ գտել եք։ Իսկ եթե չեք գտել, ես կասեմ ինչ որ կարտերը խորհուրդ են տալիս։ Ես այստեղ տեսնում եմ նոստալգիայի կարտ, ապա տեսնում եմ լուսին։ Գիտեք, ես այստեղ լուսինը կարող է լուսինը նշանակում է առասարակ կասկածներ, անհանգստություններ, վախեր, ես չգիտեմ դուք ինչ փնտրտուքի մեջ եք, ինչի հետ է կապված, բայց դուք ինչ որ անցյալում ինչ որ մի բան է եղել անցյալում, որ ձեզ կարող է հիշեցնել, փորձեք փորփրել ձեր անցյալում, ինչ է եղել, որ ձեզ շատ լավ եք զգացել։ Այլ հարաբերություններ են եղել անցյալում, ինչ որ մեկի հետ, եթե դուք նոր մարդ եք փնտրում, միգուցե ինչ որ մեկը եղել է, թողել եք մարդը հեռացել է, բայց իրականում ինքը կարող է ներ ձեր ճակատագիրը։ Եվ եթե աշխատանք, կարիերա կամ ինչպես գումար եք վաստակում, ինչ որ անցյալում բան է եղել ձեզ համար, որ շատ դրական է եղել, իրականում դուք չեք տեսել արժեքը, չեք գնահատել ինչ որ եղել է կամ պարզապես կյանքի բերումով անցել եք առաջ, գնացել եք եւ ինչ որ բան փոխվել է դրանից հետո։ Այսինքն շատ ավելի դրական է եղել, այ փորձեք հիշել, միգուցե երբ որ փնտրտուքների մեջ եք, փորձեք հիշել անցյալում ինչ է եղել, որ ձեզ հաճելի է եղել։ Էլ եմ ասում, հարաբերություններ, ֆինանսներ, ինչ որ մի բան ճիշտ եք արել անցյալում, որ հիմա դուք չեք տեսնում։ Այստեղ տեսնում նաև շատ գեղեցիկ հետաքրքիր ժամանակներ, բայց դուք իրականում լավ ժամանակ անցկացրել եք, միգուցե լավ էլ ընտանիք եք ունեցել, բայց բաժը տեսնում եմ բաժակների, որ ինչ որ մի նոր բան եք ցանկացել, ինչ որ մի նոր միտք թողել եք, էլի եմ ասում, ձեր գեղեցիկ հետաքրքիր ժամանակները, լավ ժամանակներ են եղել, լավ մարդկանցով շրջապատված եք եղել, ընտանիք է եղել, աշխատանք է եղել, դժվարանամ ասել, բայց ինչ որ կասկածներ են մտել, միգուցե սա այն չի, ինչ որ ես ուզում եմ, եւ դուք փորձել եք ինչ որ նոր ճանապարհ գնալ, ինչ որ մի նոր փորձ ձեռք բերել կյանքում ես կարող եմ ասել, այստեղ շատ էլ ֆինանսական կարտեր եմ տեսնում, այն ինչ այսպես մեծ երազանքի հետևից եք գնացել, հարգելներս, եւ իրականում
Կարտերը հուշում են, որ սխալ բան եք թողել, միգուցե եւ հասել եք ինչ-որ նպատակի, գիտեք, օրինակ եթե ձեր ընտանիքը թողել է, գնացել եք մերնոք հարաբերությունների հետևից, կարողացել եք, իրականում հասել եք, եթե չեք հասել կհասնեք, բայց կհասնեք ու կհասկանաք, որ սխալ եք թույլ տվել, որտեվ այն ինչ-որ անցյալում եղել էր, այ անցյալի ձեր ընտանիքը, ձեր հարաբերությունները, այ դա է եղել ձեզ համար կարևոր, այ դա է եղել ձեզ համար ի վերուս նախատեսված։ Ես այստեղ տեսնում եմ մարդ, որը ինչ-որ նպատակ, ինչ-որ լավ բան ունեցել է անցյալում, թողել գնացել է, այսպես ճգնավորի պես։ Իսկ հիմա այդ ճգնավորն է, որ դուք փորձում եք հասկանալ ինչու ես հասա նպատակին, բայց ես ինձ գոհ չեմ զգում, ես բավարարված չեմ զգում ինձ կյանքից։ Եվ ես տեսնում եմ, այստեղ դուք փորձում եք ձեր ունեցածը խնայել, այլ փորձում եք մտածել, հասկանալ ինչ ունեի, ինչի հասա, եւ սա ինչ է բերելու։ Գիտեք, ես կարծում եմ, որ ձեզ իրականում 4 տուպիկի մեջ է դնել ձեր ունեցածը, այսինքն դուք ձեր նպատակին ի վերջո կհասնեք։ Ես տեսնում եմ, այստեղ թագավորով էի տեսնում, մեկ րոպե գտնեմ թագավորին։ Ես տեսնում եմ, որ դուք ձեր նպատակին կհասնեք, այդ նպատակը իրականում 4 պատի մեջ կպահի ձեզ, մի տեսակ տուպիկի մեջ կդնի, այսինքն դուք չեք գտնի երջանկություն։ Եթե դուք թողել եք ընտանիք նոր ինչ-որ մեկի հետևից, նոր հարաբերությունների հետևից եք գնացել, ես տեսնում եմ, որ դուք ձեզ գալու եք մի տեսակ թակարդում։ Այսինքն ամեն ինչ ունեք իբր թե կա, հարաբերություններ կան, վատ չի, բայց այն ինչ որ եղել է առաջ, եթե ունեցել եք, ել եմ ասում, ընտանիք, հատկապես երեխաներ, այսպես երջանիկ, կարող է ավելի ֆինանսապես ապահոված լինել, կարող է, չգիտեմ, ինչ-որ նոր հարաբերություններ, նոր կին, նոր երեխա ունենաք, բայց ես այստեղ տեսնում եմ մի տեսակ, որ դուք ի վերջո հասկանալու եք, որ ինչ որ դուք անցյալում թողել գնացել եք, իրականում նա էր իրականը եւ նա էր ճիշտը ձեզ համար։ Ես չեմ տեսնում այստեղ շատ կոտրված հիասթափված մարդ, պարզապես կարտերի խորհուրդն է, եթե պետք է թողնեք հեռանաք լավից, միգուցե ավելի ժլատ լինեք, պահպանեք ձեր ունեցածը, փոխանակնող, գիտեք, ասում են հարևանի հարցը սիրուն է, չէ, այլ իրականում փորձեք պահպանել ձեր ունեցածը, դա է ձեզ համար կարևոր, որտեղ դա իրականում կարողանա ձեզ ապահովել լիարժեք կյանք։ Նույնը կարող եմ ասել ֆինանսներից, ինչ որտեղ լավ աշխատանք եք ունեցել, լավ գումարներ եք վաստակել եւ շատ լավ էլ միջավայր է եղել, մարդիկ են եղել շատ դրական, բայց դուք մտածել եք դա ձեզ բավարար չէ, տեսնում եք անբավարարված մարդը բաժակը ձեռքին ինքը մտածում է ինչ որ մի նոր բան պետք է անել, սա լավ չէ, սա բավարար չէ, միգուցե հեշտությամբ է ձեզ ինչ որ բան տրվել։ Գնում եք ինչ որ մի նոր գաղափարի, ավելի շատ գումար եմ ուզում, ավելի բարձր աշխատավարձ եմ ուզում։ Իսկ կարտերը հուշում են իրականում ճգնավորի կարտն է ինձ հուշում, որ իրականում դժգոհ եք մնալու ձեր որոշումից։ Դուք լավը թողնում եք, գնում եք ինչ որ անհասանելի կամ ձեզ համար դեռ չերևացող ինչ որ մի գաղափարի ետևից, որը դեռ պարզ չի ինչ կլինի, բայց դուք արդեն ունեիք լավ ֆինանսներ, ունեիք լավ աշխատանք եւ ունեիք լավ ընտանիք։ Այ նորի ետևից գնալը, նույնիսկ եթե նպատակին հասնեք, իրականում դուք նորից հետ եք գալու, հասկանալու եք, որ ինչ որ դուք առաջ ունեիք լավն էր։ Այ կարտերը հուշում են ժլատ եղեք, ձեր ունեցածը պահպանեք, ոչ թե փորձեք փնտրել նոր։ Տեսեք, շատ մարդիկ կան, որ եթե դժգոհ են իրենց կյանքից, գնում են ինչ որ մի նորի ետևից, իսկ դուք արդեն ամեն ինչ ունեիք, լավն ունեիք, լավը թողնում եք, գնում եք ավելի լավի ետևից, իսկ ես տեսնում եմ, որ իրականում դուք հիասթափվեք։ Փորձեք պահպանել ձեր ունեցածը, եթե լավն է արդեն, հարգելներս, գնահատեք եւ պահպանեք ձեր ունեցածը։ Տեսնում եմ ջահերի 3-ը որպես խորհուրդ բոլոր առյուծներին։ Ինչ որ ժամանակն է, արդեն ժամանակը եկել է ինչ որ որոշում կայացնելու, հարգելի առյուծներ։ Ինչ որ մի հարցում, եթե վաղուց տատանվում եք, եթե չգիտեք ի վերջո, այ ես տեսնում եմ, որ ժամանակը հասունացել է, պետք է ուղղությունը ընտրել, պետք է ճանապարհը ընտրել եւ գնալ։ Ինչ որ մի նոր որոշում եք կայացնում, նոր ճանապարհ եք գնում։ Ես տեսնում եմ, որ հավանաբար մինչև օգոստոսի վերջ դուք այդ որոշումը իրականում կկարողանաք կայացնել, որտեղ ջահերի 3-ը նշանակում է, որ մարդը արդեն նայում է նոր ուղղությամբ, արդեն ինչ որ որոշում է կայացրել։ Իսկ դժվարանա մի կարտով ավելին ասել, տեսնենք էլ ինչ կհուշեն կարտերը։ Գիտեք, կարող եմ ասել, ընտրությունը նշանակում էր, որ պետք է ավելի աշխուժ, այսինքն դուք ինչ որ որոշում եք կայացրել, պարզապես մտածում եք արժի չարժի գնամ չգնամ, այ վերջապես արդեն ժամանակն է որոշում կայացնելու։ Սա նպատակն է, իսկ սա ավելի ագրեսիվության կարտն է, այսինքն կարտը ինձ հուշում են կարտերը, որ դուք մտածել եք, մտածում եք, որոշում կայացնեմ, ժամանակն է գործելու։ Նպատակ իրականում ունեք, տեսնում եմ կայսրուհի շատ լավ էլ նպատակ ունեք եւ ամենայն հավանականությամբ դուք ձեր նպատակին կարող եք հասնել, պարզապես արդեն ժամանակն է գործելու եւ որոշում կայացնելն էլ գործողություն է։ Եթե պետք է սկսել դրանից, որպեսզի ձեր գեղեցիկ մեծ նպատակին ինչ էլ ուզում է լինի, կարող է լինել նպատակը անց, ինչ որ մեկի հետ լինելու, կարող է լինել ֆինանսներ, աշխատանք, ինչ ուզում է լինի։ Վերջապես արդեն ժամանակն է վերջնականապես որոշում կայացնելու։ Պետք է գործել, ոչ թե մտածել, այլ գործել։ Դա ձեզ խորհուրդ հարգելի առյուծներ։ Այժմ տեսնենք ինչ խորհուրդ կտան կարտերը կույսերին։
հաջորդ 2 շաբաթվա համար մինչև օգոստոսի վերջ։ Ես ոչ մի թեմա չեմ ընտրել հարգելիներս, կարտերը ինչ ցույց տան, այդ մասին էլ կխոսեմ։ Ես կընտրեմ 2 տարբերակ եւ եւս մեկ կարտ որպես խորհուրդ բոլոր կույսերին։ Տեսնում եմ 8 ջահերի հարգելի կույսեր առաջին տարբերակում։ Սա արագության կարտն է։ Ինչ-որ բան կսկսի տեղից շարժվել եւ շատ արագ։ Միգուցե դուք եք ուզում ինչ-որ մի բան կանգնել է, ինչ-որ բան չէր աշխատում, ինչ-որ հարցում տատանվում եք, բայց ես տեսնում եմ, որ բավականին աշխուժ կլինեն ձեր երկու հաջորդ շաբաթները հարգելիներս։ Տեսնենք ինչն է այսպես սկսում արագ շարժվել։ Ձեզ էլ կարտերը հուշում են, պետք է ավելի աշխուժ լինել, պետք է գործել, եթե ինչ-որ նպատակ ունեք, ինչ-որ ցանկություն ունեք, բավական է նստել եւ մտածել, պլաններ կազմել, պետք է իրականում գործել։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելիներս։ Այո, կարող եմ ասել, ես այստեղ շատ մանրամասներն անկեղծ ասած չեմ տեսնում հարգելիներս։ Ես տեսնում եմ այստեղ 8 բաժակների, տեսնում եմ ինչ-որ ճանապարհ, ուղղություն եք ընտրել, ինչ-որ մի նոր գաղափար ունեք, ելի տեսնում եմ այստեղ պարզ, տեսնում եմ այստեղ թրերի ասպետը։ Գիտեք, այո, ես կարող եմ ասել, արագության կարտը հուշում է, ձեզ պետք է լինել ակտիվ։ Դուք ինչ-որ նպատակ ունեք, ինչ-որ ուղի, ուզում եք ամեն ինչ թողնել անցյալում եւ գնալ, եթե չեք ուզում կարտն է հուշում, դուք ուզում եք ինչ-որ մի նոր ուղի եք փնտրել, ինչ-որ մի նոր գաղափար ունեք, այդպես կարող եմ տեսնել։ Կարտերը հիշում են, որ գիտեք, նույնիսկ եթե զրոյից եք սկսում եւ ինչ-որ զրոյական վիճակ է, ռիսկային է մի քիչ, ամեն դեպքում պետք է մի քիչ ավելի ագրեսիվ լինել, այսինքն ձեզնից պահանջում է գործողություն։ Մենակ նստելու մտածելը, պլանավորելը, ես ինչպես արդեն առաջ ասեցի, բավարար չէ։ Այժմ ժամանակն է գործելու։ Հաջորդ երկրորդ շաբաթ ձեզ պետք է գործել, պարզապես պետք է շարժվել տեղից։ Եվ սա զրոյական վիճակն է, նույնիսկ եթե նորից է էլի սկսում, պետք է պարզապես վերջնականապես որոշումը կայացնել եւ գնալ առաջ, այլ ինչ ուղի որ սկզբում ընտրել եք, այսպես պետք է գնալ այդ ուղղությամբ եւ արդեն պետք է գնալ, ասինքն պետք է ավելի աշխուժ լինել։ Պետք է գործել, ոչ թե մտածել եւ տեսնում եմ արև, այսինքն ինչ նպատակ որ ունեիք, եթե կան այդպիսի կույսեր, որոնք ինչ որ ցանկություն ունեին, նպատակ ունեին, աշխատանքի հետ է կապված, թե նոր հարաբերություններ են ուզում ինչ որ մեկի հետ ստեղծել, միգուցե ինչ որ մեկին հավանում եք, ես կարտերով այդպիսի բան չէի տեսնում, ենթադրում եմ պարզապես, այլ մտածում եք, ուզում եք կապվել, ուզում եք գրել, ուզում եք խոսել կամ միտեղ հրավիրել, կարտերը հուշում են, ես արև եմ տեսնում, իրականում շատ էլ հաջող կդես համար հնարավորություն կտրվի իրականում հաջողության հասնելու, պարզապես պետք է գործել, ինչ որ քայլ պետք է անել։ Հիմա դրա ժամանակն է, հաջորդ 2 շաբաթվա ընթացքում հարգելիներս, ձեզնից սպասում է գործողություններ, ակտիվություն, աշխուժություն եւ գործողություն։ Պետք է գործել ձեր նպատակին հասնելու, ֆինանսների, կարիերայի, ինչի հետ էլ ուզում եք կապված լինել։ Երկրորդը տեսնում եմ 2-ը, այսինքն ինչ որ որոշման առաջ են կանգնած ինչ որ որոշ կույսեր։ Չեմ կարող ասել ինչի հետ էլ է, կարող են անձնական, ֆինանսական, աշխատանքի, կարիերայի հետ ինչ որ որոշում պետք է կայացնել, բայց ես տեսնում եմ մարդ, որ դեռ մտածում է, դեռ չի որոշել։ Օրինակ առաջի տարբերակում կարծես մարդը ուներ նպատակ, որոշում կայացրել էր, ուղին ընտրել էր, պարզապես դեռ քայլ չէր անում։ Իսկ այս մարդը դեռ չի որոշել։ Դեռ պետք է որոշում կայացնի։ Մի տեսակ սպասողական վիճակ եմ տեսնում։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի կույսեր։ Տեսնենք ինչին է սա վերաբերում։ Մարդը էլ եմ ասում, ինչ որ որոշում պետք է կայացնի։ Գիտեք, սա կարող է վերաբերել եւ աշխատանքին, եւ հարաբերությունների։ Ես այստեղ տեսնում եմ բավականին մարդիկ կան պայքարի մեջ են միասին։ Այսինքն ինչ նպատակ էլ որ դուք ունեք, ինչ հարցում էլ որ որոշում պետք է կայացնեք, բավականին մրցակիցներ կան։ Սա կարող է լինել նոր կարիերա, նոր աշխատանք, նոր բիզնես եք ուզում միգուցե սկսել։ Ես շատ եմ տեսնում մրցակիցներ կան, պայքար կա ամեն դեպքում մի քանի հոգու մեջ։ Միգուցե դրա համար էլ մտածում եք, որոշում չեք կարողանում կայացնել, որովհետեւ բարդ իրավիճակ է։
Ես տեսնում եմ, որ դուք մենակ չեք իրականում, դուք շրջապատված եք մարդկանցով, հարազատ բարեկամ կամ ընկերներ կամ գործընկերներ, չգիտեմ ովքեր են, մարդիկ կան իրականում ձեր շրջապատում, որ կկարողանան ձեզ սատարել, ձեզ օգնել։ Ես տեսնում եմ սպասողական վիճակ, ես սկզբում էլ էի ասում, դուք սպասում եք, որոշում չեք կայացնում, որտեղ ուզում եք վստահ լինել, իրականում սպասողական վիճակ, դուք ինչ որ գործ արել եք, ինչ որ աշխատանք ներդրել եք, բայց դուք իլյուզիաների հետևից չեք ընկնում։ Պարզապես ունեք նպատակ եւ պետք է որոշում կայացնել, ես տեսնում եմ, որ իրականում չեք կարողանում, ընկել եք այսպես աներաների վիճակում հարգելներս, չեք կարողանում ի վերջո որոշում կայացնել։ Միգուցե սա ինչ-որ տևական ժամանակ է, որ չեք կարողանում որոշում կայացնել, մի տեսակ անելանիր վիճակում եք զգում եւ սպասողական, որովհետեւ երևի թե որովհետեւ չգիտեք ինչ ընտրել, այսպես վիճակում եք անելանելի, ձեզ զգում եք դուք այդպիսի վիճակում, ոչ թե այդպիսի վիճակում եք, սա ձեր զգացողությունն է, կասկածները, անհանգստությունները, մի քիչ վատատեսություն եմ տեսնում այստեղ հատկապես քրմուհու կարտով, դուք մի տեսակ ավելի վստահ չեք գործի հաջողությանը, դրա համար այդպիսի սպասողական վիճակում եք, չեք կարողանում ոչինչ ընտրել։ Գիտեք, ես իրականում հաջորդիվ շատ լավ կարտեր եմ տեսնում այստեղ հրաշագործի կարտը, տեսնում եմ այստեղ կայսրը եւ տեսնում եմ պենտակլի տուզը։ Գիտեք, իրականում դուք պետք է նորովի միգուցե մոտենաք, պետք է սովորեք ավելի ռիսկերի դիմել երևի թե կամ ավելի վստահել ինքներդ ձեզ, հարգելի կույսեր։ Այստեղ ես սա եմ տեսնում, այս աշակերտել կարող է լինել հրաշագործը, ասի գործիքները ձեր ձեռքում են, պարզապես պետք է կարողանաք սովորել ինչպես օգտագործել։ Պլանները կան, գաղափարը կա, այդ մի տեսակ այսինքն անինքնավստահություն, այս վախեցած վիճակը, իլյուզիաներով, այսինքն այդ վատատեսությունը միգուցե, բա որ չստացվի, բա որ սխալվեմ, անհաջողության մատնվեմ, այդ պետք է սովորեք ինքներդ ձեզ վստահել, գործիքները ձեր ձեռքում են, պարզապես պետք է սովորեք ինչպես դրանց տիրապետել։ Ես տեսնում եմ շատ հաջող կարտեր իրականում, եւ դուք կարողանաք հասնել նպատակին, սա էլ ձեր նպատակը։ Սա կարող է լինել ֆինանսական հարց, սա կարող է լինել անձնական հարաբերություններ։ Ես չեմ տեսնում շատ կերպարներ, որ անձերի մասին խոսան, այստեղ ավելի կարիերայի, աշխատանքի, բիզնես գաղափարի մասին է երևի թե խոսքը։ Ես շատ մեծ հաջողություն եմ տեսնում, առատություն, այսինքն շատ լավ նպատակ ունեք, շատ կարող է հաջող լինել, պարզապես ձեր կասկածներն ու վախերը պետք է թողնեք հեռանալ, որպեսզի կարողանաք վերջնականապես որոշում կայացնել։ Իսկ ես կարծում եմ, որ ձեզ հաջողություն է սպասվում, չեմ կարող ասել հաջորդ 2 շաբաթվա մեջ, որտեղ 2 շաբաթ մեջ դուք պետք է որոշումը կայացնեք վերջնականապես եւ մի քիչ ավելի ինքնավստահ լինեք հարգելներս, իսկ մնացածը կգա ավելի ուշ։ Տեսնում եմ կախված մարդը, որպես խորհուրդ բոլոր կույսերին։ Գիտեք, սա կարող է երկակի նշանակություն ունենալ, կարող է նշանակել ինչու բան կանգնած է ձեր կյանքում չի շարժվում, կարող է լինել դուք պարզապես ոչինչ չեք ուզում անել։ Եթե ոչինչ չանեք հարգելներս, ոչինչ է չի լինելու, այ ինստինկտյան մարդիկ կան այդպես չէ կույսերի մեջ էլ, ես գիտեմ կույսերի մեջ հանդիպել եմ այդպիսի մարդկանց, երբ իրենք պարզապես ուզում են ինչ-որ մի բան եւ սպասում են, որ այդ բանը պետք է իրենց հանդիպի, պետք է պատահի, պետք է լինի, բայց իրենցից առանձնապես շատ ջանքեր չեն գործադրում։ Ես չեմ ասում դուք այդպիսին եք, ես չգիտեմ դուք ինչպիսին եք, պարզապես ես հանդիպել եմ այդպիսի մարդկանց եւ կարտերով կարող եմ ասել։ Մի տեսակ սպասողական եւ անորոշ վիճակ է, անշարժ վիճակ, ոչինչ չի լինում։ Կամ դուք ոչինչ չեք անում, տեսնենք կարտերը ինչ կհուշեն։ Մի կարտով չեմ կարող մանրամասնել։ Տեսնում եմ շատ մեծ երազանքներ, նպատակներ, թագավորական երազանքներ, հեռու գնացող պլաններ, ֆինանսների, աշխատանքի հետ կապված, բաժը այսպես շատ ոգևորված, շատ այսպես շատ եք ուզում։ Այս մեծ երազանք, մեծ ցանկություններն է եւ սպասողական վիճակ։ Այստեղ էլ եմ տեսնում ոչինչ չեք անում, սպասում եք սպասողական վիճակ, այստեղ էլ է սպասողական վիճակ։ Հարգելներս, ինչի եք սպասում։ Սպասողական վիճակը շատ տվյալ դեպքում չեմ կարող ասել, որ ճիշտ է։ Այ կարող եմ ասել նրանք, ովքեր եկեք, գիտեք, մեկ կարտել փորձեմ հանել, այ սպասում են կույսերը, ոչինչ չեն անում եւ սպասում են։ Ինչի են սպասում, կլինի թե չի լինի։ Լավ, ինչ որ սպասում եք, ես չգիտեմ ինչի եք սպասում, տեսնենք կլինի թե չի լինի, ինչ որ դուք սպասում եք։ Շատ հետաքրքիր է։ Ես որտեվ շատ աշխուժ մարդ եմ, այսինքն ինձ երբեք կյանքում ոչինչ հեշտ չի տրվել, ես ամեն ինչի համար ստիպված եմ եղել պայքարել եւ շատ պայքարել եւ շատ սպասել։ Դա համար այսպիսի վիճակը ինձ համար շատ զարմանալի է, տեսնենք ի վերջո, անկախ նրանից թե ինչ է ձեր նպատակը, դուք սպասում եք ինստինկտյան կտրվի ձեզ։ Պենտակլի տուզ եմ տեսնում, գիտեք, սա երկակի կարող է նշանակություն ունենալ, հարգելները, սա էլ կարող է։ Որոշ մարդիկ կլինեն կույսերից, որոնք ինչ-որ ջանքեր արդեն ներդրել, խորհուրդը դա կարող է լինել, եթե դուք ոչինչ չեք անում, այսպես կախված վիճակում եք, հարգելներս,
դժվար թե ինչ որ մի բան լինի ինստինկտյան ոչինչ էլ չի լինելու, տեսնում եք ախված վիճակ, մարդը ոչինչ չի անում, ոչինչ չի լինելու, բայց կան մարդիկ երկուսն են սպասողական վիճակ է, տեսնում եք այս երկու կարգն էլ նշանակում է սպասողական վիճակ, բայց այս այն մարդն է, ով ինչ որ գործ արել է, մարդը ֆերմերը չէ, ցանել է, հիմա սպասում է իր պտուղները երբ պետք է գա, երբ պետք է աշխատանքը պտուղ տա, այսպիսի մարդը, որ աշխատել է, սպասում է, իրականում արդյունք կստանա, իսկ նա որ կախված վիճակում ոչինչ չի անում, ոչինչ չի ստանալու, կարտերի խորհուրդը ձեզ, եթե մեծ ցանկություններ ունեք, եթե ոչինչ չանեք, ոչինչ ինստինկտյան չի լինելու, իսկ եթե աշխատում եք, անում եք, ինչ էլ որ արել եք, երկար կտևի, սա շատ արագ լինող ինչ որ գործ չէ, ինչ որ նպատակին այսպես շատ արագ չեք հասնելու, բայց կհասնեք, անպայման, եթե ինչ որ բան արել եք, հարգելիներս, ձեր աշխատանքը պտուղ կտա, իսկ եթե պարզապես սպասում եք, ոչինչ էլ չի լինի։ Այժմ տեսնենք ինչ է սպասում կշեռքներին։ Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում մինչև օգոստոսի վերջ։ Ես ոչ մի թեմա չեմ ընտրել հարգելիներս, կարտերը ինչ ցույց տան, այդ մասին էլ կխոսեմ։ Տեսնենք ինչ կհուշեն կարտերը կշեռքներին։ Ես կընտրեմ երկու տարբերակ հարգելիներս եւ եւս մեկ կարտ որպես խորհուրդ։ Առաջին տարբերակում տեսնում եմ Պենտակլի 8-ը։ Մարդը գլուխը կախ աշխատում է։ Սա այն մարդն է, որը շատ զգուշությամբ է մոտենում իր առաջադրանքներին, նաեւ իր նպատակներին, սիրում է այսպես քայլ առ քայլ, առանց շտապելու, հանգիստ գնալ եւ հասնել նպատակին վարպետանալով եւ փորձ ձեռք բերելով ժամանակի ընթացքում։ Ես այս մոտեցումը շատ եմ հավանում, ինձ շատ դուր է գալիս։ Դա կարող է լինել անձնական հարաբերությունների հետ կապված, մարդը չի շտապում, չի այսպես միանգամից մտնում հարաբերությունների մեջ, կին լինեք տղամարդ նշանակություն չունի, այն փորձում է ուսումնասիրել անձին, ինքը իրենի զգացմունքների վրա վստահ լինել, վստահություն ձեռք բերել նաեւ, իսկ մյուս կողմից աշխատանքում կարիերայում էլ մարդը պետք է դառնա վարպետ։ Այս մարդը, որ շատ հանգիստ աշխատում է, իր գործին նվիրված է, ի վերջո դառնում է պրոֆեսիոնալ եւ մասնագետ։ Այդ տեսնում եմ այդպիսի մարդ, որը շատ հանգիստ ունի նպատակ, քայլ առ քայլ սովորում է, գտնում է տարբերակներ, միջոցներ, ինչպես կարող է հասնել իր նպատակին։ Տեսնենք ինչ կհուշեն կարտերը այս մարդու մասին։ Ինչ հետաքրքիր է, տեսնենք այստեղ ինչի մասին է խոսքը։ Գիտեք, այստեղ կարող է լինել անձնական հարաբերությունների մասին, եթե ես ընթացքում զգամ, որ այստեղ կարող է նաև աշխատանքի հետ կապված լինել, կխոսեմ նաև դրա մասին։ Այժմ առաջինը փորձեմ խոսել անձնական հարաբերությունների մասին։ Ես այստեղ տեսնում եմ մարդ, որը այսպես հիմա մանրակրկիտ տեսնում եք, այսպես զգուշությամբ մոտենում է հարաբերություններին, մարդկանց, ինքը իրեն զգուշանում է մարդը, հասկանում եք, որովհետև արդեն փորձ ունի, բավականին փորձությունների միջով է անցել։ Ես այստեղ տեսնում եմ շատ հանգիստ մարդ, որը տեսնում եմ այստեղ ջահերի թագավորին շատ այսպես կրքոտ առաջին միգուցե մի քանի անգամ սիրել է, սիրահարվել է, ընտրությունը կատարել է, շատ ժամանակ չի տրամադրել, իրեն թվացել է, որ գտել է իր կայսրուհուն, ասենք հարաբերությունները, անկախ կին թե տղամարդ կշեռքը նշանակություն չունի, այսինքն մարդը շատ հեշտությամբ կարողացել է ընտրություն կատարել զույգերում, հանդիպել է ինչ-որ մեկին, հավանել է, կարողացել է հարաբերությունները կառուցել, իսկ դրանից հետո եղել այսպես հիասթափված վիճակում, որովհետև շատ շտապել է, երկար չի ուսումնասիրել, չի ծանոթացել մարդուն, այլ պարզապես շատ արագ, այսպես ինքը պարզապես հավատացել է, որ ով որ իրեն հանդիպել է, իր փնտրած անձն է։ Դրանից հետո նորից հետո կարողացել է վերականգնվել, ջահերի տզով կարող եմ ասել, նորից էլի հանդիպել է ինչ-որ մեկին, բավականին էլի կրքոտ, հանդիպել են, շփվել են, նորից էլի կարող եմ ասել հիասթափվել։ Այս անգամ եղել է դավաճանություն իրականում, նորից էլի աշտարակը քանդվել է, հարաբերությունները չեն կառուցվել։ Մեկ կամ երկու անգամ գոնե կարող եմ ասել
մեր կշեռքը հիասթափվել է եւ իրեն թվացել է, որ ինքը չի կարողանում կառուցել հարաբերություններ մարդկանց հետ, ովքեր ճիշտ են իր համար։ Հիասթափված մարդը նստած է, որտեղ այն ինչ որ ինքը կյանքում ում հետ որ հանդիպել է, ում հետ որ շփվել է, իրականում ճիշտ մարդիկ չեն եղել։ Գիտեք, ես այստեղ բոլորովին կոտրված մարդ չեմ տեսնում, իրականում տեսնում եմ մարդ, որը շատ պրակտիկ է մոտենում հարաբերություններին, չի ստացվել, մի քիչ տխրել է, մի քիչ նեղվել է, բայց կարողացել է նորից նոր թափով շարժվել առաջ։ Տեսնում եք, սա կարգի կարգն եմ տեսնում։ Մարդը նորից էլի նպատակ ունի եւ ի վերջո ուզում է գնալ հասնել իր երազանքի։ Ես այստեղ շատ ճիշտ ասած ուժեղ կամքով մարդ եմ տեսնում։ Բավականին, սա էլ թագուհին է թրերի, սա հենց կշեռքների նշանն է, այսինքն մարդը որոշել է այս անգամ միգուցե մի քիչ ավելի զգացմունքները թողնել մի կողմ, այլ պարզապես գտնել այն, ինչ որ իրեն պետք է, այսինքն շատ ավելի պրակտիկ մոտեցում ունի այս անգամ, բավական էլ արագ է շարժում, շատ հեռու գնացող նպատակ ունի, այսինքն ինքը ուզում է ամենալավին, չի հրաժարվում իր մտքից, բավականին շատ շփվում է մարդկանց հետ, շատ իր շրջապատում կան կանայք, տղամարդիկ, նայած թե դուք ինչ սեռի եք, դրանից կախված, հա, կանայք փնտրում են տղամարդիկ կանայք, կարող եմ ասել բավականին ժամանակ անցկացնում եք, շփվում եք, լավ եք զգում ձեզ եւ միևնույն ժամանակ փնտրում եք սեր, բայց ես կարող եմ ասել, որ այժմ դուք բավականին արդեն փորձ ունեք եւ շատ ավելի զգուշ եք մոտենում, ինչպես որ սկզբում էի ասում, եւ հարգելիներս, քանի որ դուք արդեն ունեք ճիշտ մոտեցում, ես իրականում տեսնում եմ, որ դուք կգտնեք։ Չեմ կարող ասել հենց հաջորդ 2 շաբաթվա մեջ կգտնեք, բայց որովհետեւ դուք հասկացել եք ինչպես պետք է մոտենալ հարաբերություններին եւ մարդկանց, ես տեսնում եմ ի վերջո դուք կգտնեք ձեր սերը։ Սեր, որտեղ կլինի փոխադարձ զգացմունքներ եւ դուք կսիրեք եւ ձեզ կսիրեն եւ երկուսով կարող եք իրար երջանկացնել եւ ոչ մի դավաճանություն եւ խարդախություն հիասթափություն չի լինի։ Սա իրականում ապագան է, հիմնվելով ձեր փորձի վրա, որովհետեւ դու ձեր մոտեցումն եք փոխվել, հասկանում եք, դուք հիմա ավելի ուշադիր եւ ավելի զգուշ եք, քայլ առ քայլ եք մոտենում ձեր հարաբերություններին։ Իսկ եթե վերաբերում է աշխատանքին, կարիերային, նույնը կարող եմ ասել, շատ ոգևորված, չգիտեմ, դուք ունեք մասնագիտություն կամ ցանկություն, որոշումը կայացնում եք, ձեզ աշխատանք առաջարկում են, դա թվում է, որ դուք կհասնեք նպատակին, դուք ոչ մի խնդիր չունեք, իրականում ապրել եք հիասթափություն։ Եղել են մարդիկ, ովքեր ձեզ խանգարել են, եւ ինչքան դուք լավ աշխատել եք, լավ եք եղել, փորձել եք նպատակին հասնել, իրականում մարդիկ միևնույն է, չգիտեմ, նախանձությունից է եղել, ինչից է եղել, բայց իրականում մարդկանց պատճառով կարող եմ ասել, ձեր սխալների պատճառով չի եղել, ինչ որ մեկի պատճառով իրականում չեք կարողացել աշխատանքում կամ կարիերայում հաջողության հասնել։ Դուք այդ նպատակից թողել հեռացել եք, որովհետեւ այդ նույն վայրում, ընդհանրապես աշտարակը որ քանդում է, նույն աշտարակը նորից չեք կարող կառուցել։ Ես տեսնում եմ, որ դուք թողել եք հեռացել եք հավանաբար, որովհետեւ հիասթափված եք եղել։ Նոր ուղղություն եք ընտրել, կարգը տեսնում եմ շարժվում է առաջ, նոր նպատակներ ունեք, շատ այսպես պրակտիկ որոշել եք, այս անգամ գիտեք ինչումն է սխալը անցած անգամ, ինչին ուշադիր չեք եւ այս անգամ դուք եք լինելու այդ մարդը, որտի կարողանա հրով իր համար ճանապարհ հարթել, շատ մեծ հեռու գնացող նպատակ ունեք, իսկ ես տեսնում եմ, որ դուք իրականում ձեր նպատակին կհասնեք։ Այսա ձեր հաջողության կարգն է։ Կարողանաք, որը իրականում լավ կաշխատեք, լավ էլ գումարներ կվաստակեք, բայց կկարողանաք հասնել ձեր նպատակին։ Էլ եմ ասում հարգելիներս, միայն որովհետև հասկացել եք ինչ պետք է փոխել։ Պետք չէ գլխի կորել, այսպես միանգամից գլխի վայր, այսպես տրվել առաջին նպատակին գնալ գլխի կուրորեն հետևել, այսպես ասեմ, ձեր նպատակին, այլ քայլ առ քայլ զգուշությամբ պետք է մոտենալ հարցին եւ կկարողանաք ձեր նպատակին հասնել։ Երկրորդ տարբերակում տեսնում եմ 8 ջահերի, ինչը նշանակում է արագություն եւ աշխուժություն։ Ինչու մի բան կսկսի շարժվել եւ շատ արագ, այսպես միանգամից արագ ընթաց կստանա։ Մյուս կողմից կարող եմ ասել հաջորդ 2 շաբաթվա ընթացքում հարգելի կշեռքներ, ձեզնից պահանջում է արագություն եւ աշխուժություն, այսինքն գործողություններ։ Եթե ունեք նպատակներ, ցանկություններ, նստում եք, մտածում եք, պլանավորում եք, ծրագրավորում եք, այժմ դրա ժամանակը չէ, ժամանակն է հաջորդ 2 շաբաթվա ընթացքում իրականում գործել, որպեսզի հասնեք ձեր նպատակին։ Չկա մտածելու ժամանակ, կա գործողության, հիմա եկել է գործելու ժամանակը։ Ինչին է վերաբերում չեմ կարող այս պահին ասել, բայց ձեզնից պահանջվում է աշխուժություն։ Ինչեր եմ տեսնում այստեղ հարգելի կշեռքներ։ Ասում եմ երկրորդ տարբերակում, եթե հիշում եք, արագության կարգն է տեսնում, ձեզ պետք է ինչ որ
ձեզնից պահանջում էր գործողություն, պետք է լինել ակտիվ։ Ես այստեղ տեսնում եմ 7 պենտակլի, դրանից հետո տեսնում եմ ջահերի 2-ը, տեսնում եմ ջահերի 3-ը։ Գիտեք, այստեղ նստել եք, սպասում եք, ինչ-որ բան արել եք դրանից առաջ, այնպես չի, որ պարզապես նստել եք թախտին, սպասում եք բախտին, բոլորովին, բայց կարտերը հուշում են, որ պետք է մի քիչ ավելի աշխուժ, այսինքն նստել եք եւ սպասում եք, այդ սպասողական վիճակը բավարար չէ, էլի ինչ-որ բան պետք է անել։ Ջահերի 2-ը նշանակում է, որ ինչ-որ որոշում պետք է կայացնել, ուղղությունը ընտրել եւ գնալ, այսինքն ինչ-որ գործողություն է պահանջում։ Գործողությունը կարող է լինել ինչ-որ եւս մեկ քայլ պետք է անեք, թե էլի ինչ-որ բան պետք է անեք, չգիտեմ, էլի ինչ որոշում պետք է կայացնեք, բայց պարզապես նստելով, սպասելով ոչինչ չի լինելու։ Որոշումը կայացրել եք, ուղղություն ընտրել եք, բայց եւս ինչ-որ մի բան պետք է որոշել։ Գիտեք, նպատակը կա, նպատակից պետք չի շեղվել, այդպես կարող եմ ասել, սա թագավորն է ջահերի։ Նպատակից պետք չէ շեղվել, բայց ինչ-որ բան պետք է թողնել գնա։ Ձեր նպատակին հասնելու համար նստել սպասելով չի, ինչ-որ բան պետք է թողնեք գնա, ինչ-որ մի բանի պետք է նորովի մոտենաք, սա զրոյական կարտն է, ինչ-որ մի քիչ ավելի պետք է ռիսկի դիմել, ինչ-որ բան պետք է հարցում պետք է փոխել, զրոյից սկսել, բայց ի վերջո դուք կկարողանաք հասնել ձեր նպատակին, ես տեսնում եմ կայսրուհու կարտը։ Եթե սա բիզնեսի, աշխատանքի, ֆինանսների հետ է կապված, դե դուք կհասկանաք ինչին է վերաբերում։ Իսկ եթե սա կարող եմ ասել վերաբերում է անձնական հարաբերություններին, այդպես էլ կարող է լինել, որտեղ այստեղ կայսրուհի եմ տեսնում։ Անձնական եւ սիրային հարաբերություններում հարգելներս, օրինակ ես տեսնում եմ այստեղ էլի ակտիվության կարտը նշանակում է ձեզնից քայլեր է պահանջում։ Այդ դուք մտածում եք, դες աղջկան տանում եմ ռեստորան, հյուրասիրում եմ, չգիտեմ, իրեն միգուցե մարտի 8-ին ծաղիկներ եմ գրել, ես իրեն առաջարկ գնել, ծաղիկներ եմ գնել, առաջարկություն եմ արել, ուզում ենք շփվել եւ բավարար է։ Այժմ տեսնենք աղջիկը պետք է ինձ սիրահարվի, ամուսնանանք, հարգելներս, այդպես չի լինում։ Կարտեր են հուշում, որ ձեզնից ավելի քայլեր են պետք անել։ Ինչ ես կդժվարանամ ասել տվյալ դեպքում, բայց տեսնում եմ այստեղ պետք է ամեն դեպքում երկուսը ընտրություն պետք է անել, քայլ պետք է անել, ձեզնից ավելին է սպասվում, դե հատկապես տղամարդկանց է երևի թե վերաբերում։ Երրորդը պետք է ուղղություն ընտրել, պետք է հասկանալ։ Ես չգիտեմ, կարող աղջկա հետ զրուցել եւ այլն, ամեն դեպքում նպատակը մեծ է, դուք ուզում եք կայսրուհու հասնել, հա, ուզում եք ձեզ այսպես ձեր ընտրած կինը, ձեր ուզածով ամեն ինչով, ամեն դեպքում ինչ-որ բան պետք է թողնել գնա, ինչը պետք է թողնել գնա, ես չգիտեմ, եթե ինչ-որ բան չի աշխատում, որտեվ ես տեսնում եմ մարդը նստել է սպասում է, սա օրինականում սպասողական վիճակներից բացի սա մի կարտ է, որ դուք շատ երկար պետք է սպասեք, շատ երկար, չէ՞ որ ցանում եք մի ամսում, երկու ամսում պտուղ չի տալի, ծառ չի աճում դրանից կամ պտուղ չի աճում։ Բավականին երկար ժամանակ, այդ թե դուք մտածում եք ինչ որ բան քայլեր արել եմ եւ չգիտեմ, աղջիկ ինձ ուղղակի սիրահարվի եւ ամեն ինչ արագ կլինի, արագ չի լինելու, որպեսզի արագացնեք process-ը, իսկ դες հենց սկզբում կարտը հուշում է ձեզնից արագություն է պահանջում եւ գործողություններ, որպեսզի ձեր նպատակին հասնեք, ձերանից ավելին է պետք, օրինակ պետք է միգուցե թողնեք գնա ձեր այդ սպասողական վիճակը, պետք է քայլ անել, ես չգիտեմ, ինչ պետք է անել, պետք է միգուցե կոնկրետ առաջարկություն անել, միգուցե պետք է աղջկան տանեք ձեր տուն, ձեր ընտանիքի հետ ծանոթացնեք, միգուցե պետք է ավելի քայլեր անեք, ինչ որ չեք անում։ Ես կարտերով եմ տեսնում, հարգելի, ես չգիտեմ ով ինչ է անում։ Ավելի պետք է աշխուժ լինել, ավելի չգիտեմ, պետք է ռոմանտիկ լինել միգուցե, սա երեխայի կարտն է, զրոյական կարտն է, տարբեր նշանակություններ ունի։ Այսինքն մի քիչ ավելի թեթև պետք է վերաբերվել, մի քիչ ավելի աշխուժ պետք է լինել, գիտեք, ավելի պարզ լինել, միգուցե բացատրել, հարցնել, ինչ է ուզում աղջիկը, ինչ է ինքը սիրում, ինչ կարող եք անել, ինչ որ մի տեսակ, տեսեք, երեխաները ավելի շատ են զվարճանում կյանքում, որովհետև ավելի թեթև են նայում հարցերին։ Իսկ մեզ թվում է դե ծաղիկները գնեցի, նվեր գնեցի, ուշադրություն ցույց տվեցի, դրանից ավել ինչ է պետք է, մի քիչ պետք է երեխաների պես մի քիչ անհոգություն, մի քիչ խենթություն, այսինքն միգուցե կարող եք ինչ-որ իրար ավելի հետաքրքիր ժամանակ անցկացնել, մի քիչ ավելի նորովի մոտենալ ձեր հարաբերություններին, մի քիչ ռոմանտիկ լինել նույնիսկ, այդպես կարող եմ ասել, ես դժվարանում եմ ասել, դա չգիտեմ ում մասին է կարտերը, բայց ամեն դեպքում ես տեսնում եմ, որ նպատակին հնարավոր է հասնել, եթե ինչ-որ բան անեք, փոխեք ինչ-որ բան ձեր հարաբերություն, այսպես միատոն, միապաղաղ, ձանձրալի հարաբերություններ չլինեն, որտեղ անձնական կյանքում իրականում չի կարող լինել, ես այս արեցի, այն արեցի, հիմա ամեն ինչ կլինի, կվերջանանք, ամուսնանանք, երջանիկ կլինենք, վերջացավ, այդպես չի լինում։ Տվյալ դեպքում ձեր դեպքում այդպես չի լինում։ Եթե ուզում եք կայսրուհու հետ ամուսնանալ, նպատակ ունեք բավականին լուրջ հարաբերություններ ստեղծելու, ձեզնից պահանջում է ավելին, քան դուք անում եք, հարգելներս։ Ինչ եմ տեսնում որպես խորհուրդ բոլոր ներողություն կշառքներին։ Ես տեսնում եմ այստեղ թագավորը բաժակների Սա այն մարդն է, ով կյանքում շատ բանի հասել է, բավականին կյանքի փորձ ունի, երևի միջինից մի քիչ բարձր տարիքում է, եւ ֆինանսապես, եւ աշխատանքում, կարիերայում, բավականին հաջողություններ ունի, թագավորը չի կարող անհաջող մարդ լինել, բայց մարդը տխուր է,
Բաժակը ձեռքից է էմոցիոնալ թակավորն է, մարդ, որը ամեն ինչի հասել է, ինչի որ ձգտել է, բայց ինչ որ մի բան կյանքում բաց է թողել։ Այլ փորձեք հարգելիներս հասկանալ ինչն է, որ ձեզ չի բավարարում։ Եթե դուք թակավոր եք, ամեն ինչ ունեք, հաջողությունների հասել եք, բայց դες բացարձակ երջանիկ չեք զգում, միգուցե սխալ մասնագիտությամբ եք աշխատել, միգուցե ժամանակն է դուք արդեն բավարարված շատ այսպես բարեկեցիկ կյանքով ապրում եք, միգուցե կարող եք վերջապես ետ գնալ, հիշել մանկությունից ինչ եք երազում եւ իրագործել ձեր երազանքը, գտնել դրա համար ժամանակ։ Օրինակ, չգիտեմ, մարդը ուզում էր նկարիչ դառնալ, բայց մարդ իրականում դարձել է բանկի աշխատող, հա, ֆինանսներով է զբաղվում կամ դարձել է, չգիտեմ, իրավաբան, բոլորովին այլ գործերով է զբաղվում, բայց բավականին հաջողության հասել է աշխատում, մարդը բժիշկ է դառել, միգուցե աշխատում է, աշխատանք ունի, կարիերա արել է, ֆինանսները աշխատում է, ընտանիք կազմել է, ամեն ինչ լավ է, բայց իր մանկության երազանքը, որ ինքը ուզում է, չգիտեմ, նկարիչներ եւ ցուցահանդես ունենալ, մնացել է յետևում։ Ես դա պարզապես օրինակ եմ բերում, այ միգուցե կարող եք ժամանակ գտնել արհեստանոց համար կառուցել եւ գնաք սկսեք նկարել, վերադառնաք ձեր մանկության երազանքին, ինչ որ ձեզ պակասում է, ինչն է ձեր կյանքից պակասում, ձեր բարեկեցիկ, հանգիստ կյանքից, ձեր կյանքի ձեռքբերումներից, ինչն է ձեզ պակասում, այդ փորձեք հասկանալ եւ լցնել այդ պակասը հարգելինես։ Ես տեսնում եմ այստեղ մարդ, որը շատ ձեռքբերումներ ունի, բայց ինչ որ մի բան պակասում է, այդ փորձեք հասկանալ ինչն է պակասում եւ կարողանաք լցնել։ Միգուցե ինքներդ կարողանաք լցնել հարգելիներս, այդ փորձեք գտնել, եթե դա ինչ որ մի փոքր բան է ձեզ պակասում, կկարողանաք լցնել ձեր կյանքը։ Այժմ տեսնենք ինչ խորհուրդ կտան կարտերը կարիճներին հաջորդ 2 շաբաթվա ընթացքում մինչև օգոստոսի վերջ, ինչ կհուշեն կարտերը։ Ես ոչ մի թեմա չեմ ընտրել հարգելիներս, կարտերը ինչ հուշեն, այդ մասին էլ կխոսեմ։ Ընտրենք 2 տարբերակ, եւս մեկ կարտ որպես խորհուրդ բոլոր կարիճներին։ Առաջին տարբերակը վերջերս շատ եմ տեսնում, աստված տա հարգելի կարիճներ, այդպես է լինի։ Շատ մեծ տեսնում եմ մեծ հաջողություն, ֆինանսական հատկապես շատ մեծ հաջողություն հարգելի կարիճներ։ Եթե նպատակ ունեիք ինչ-որ ֆինանսների հետ կապված գործարք եք ընկնում, գործ եք անում, հույսով եք, որ ինչ-որ ձեռքբերումներ կլինեն, ես տեսնում եմ, որ իրականում կլինեն։ Մյուս կողմից մեկ կարտով կարող եմ ասել հնարավոր է նաև շատ մեծ ծախսեր ունենանք, բայց ծախսերը կլինեն լավ նպատակի համար, որտեղ սա լիարժեքության, լիության կարտն է։ Մարդը շատ հաջողակ է զգում իրեն այս կարտով, սա տուզն է պենտակլի իրականում, շատ հաջողություն։ Եթե մեծ նպատակ ունեիք ինչ-որ, չգիտեմ, կնոջ ինչ-որ տղամարդու հետ ձեր կյանքը կապելու, ընտանիք կազմելու, այդ երազանքը կարող է կատարել, այսինքն սա երազանքների կատարման կարտն է նաև, շատ մեծ հաջողություն, ֆինանսի առումով ֆինանսով եք զբաղված, աշխատանքում, կարիերայում, անձնական կյանքում ուզում եք հղիանալ, կարող եք հղիանալ, սա մի կարտով կարող եմ ասել, ինչ որ մի շատ մեծ ուրախություն, հաջողություն, որից դուք ձեզ այսպես կզգաք ձեր կյանքը լիարժեք է, դուք շատ բավարարված կզգաք ձեզ։ Դա կարող եմ ասել մի կարտով, ինչ ասեցի, բոլորին դա կարող է վերաբերել ու վերաբերում է։ Տեսնենք ավելի մանրամասները ինչ կասեն կարտերը։ Ներողություն, ես կարտը վերցնեմ։ Տեսնենք։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի կարիճներ։ Ես տեսնում եմ այստեղ թրերի թագուհին, այսինքն ինչ որ նպատակ է ունեցել կարիճը։ Ինչ որ նպատակ, այսպես շատ պրակտիկ, շատ մարդը լուրջ, որոշել է, պլանավորել է, կոնկրետ նպատակ ունի, դա ինչ եղել է ինչ որ մի նոր գաղափար, ինչ որ մի նոր գործ է սկսել, կարող եմ ասել զորական կարտով եւ կարող եմ ասել, որ ինչ որ ռիսկի հետ է եղել կապված։ Եվ չեմ կարող ասել ամեն ինչ շատ հարթ է եղել են մարդիկ, ովքեր փորձել են ձեզ խանգարել ձեր ճանապարհին, նպատակին հասնելու համար հարգելներ։ Սա կարող են աշխատանքի, ֆինանսների, կարիերայի, բիզնեսի մեջ իմիջիայլոց։
Ես տեսնում եմ, այո, ինչպես արդեն ասացի, խանգարող մարդիկ եղել են, ամեն ինչ շատ հարթ չի եղել, բայց դուք իրականում չեք հանձնել, դուք շարունակել եք անել ինչ որ արել եք եւ կարողացել եք վիճակը փոխել։ Շատ ծանր է նստել ձեր վրա։ Ես տեսնում եմ բավականին աշխատած մարդ, սա 10 է թրերի, այսինքն մարդը շատ աշխատել է, գերհոգնած վիճակում է, այսինքն վերջին ուժերով կարողացել է անել եւ իրականում կարողացել է իրավիճակը փոխել եւ ոչ մեկ իրեն չի կարողացել, չի կարողանալու խանգարել, եթե այդպիսի վիճակ դեռ շարունակում է։ Հոյակապ կարտեր եմ տեսնում, հարգելիներս, ես այստեղ արդեն ասում եմ լիության, լիարժեքության եւ հաջողության կարտն էի տեսնում պենտակլով։ Այստեղ տեսնում եմ, որ այո, ձեզ խնդիրները կվերջանան, կհաղթարեք խնդիրները, շարունակում եք գնալ առաջ նպատակի ետևից, տեսնում եմ ճակատագրի անիվը պտտվում է, տեսնում եմ այստեղ բաժակների թագուհին եւ տեսնում եմ հաղթանակի կարտը։ Հարգելիներս, ես չգիտեմ ձեր նպատակը ինչ է եղել, բայց ինչ նպատակ էլ որ ունի, դուք ձեր նպատակին կհասնեք, հաղթանակի կարտով եմ տեսնում ճակատագրի անիվով էլ եւ ոչ մեկ էլ ձեզ չի կարող խանգարել։ Իսկ այստեղ էլ էի ասում, ինչ որ հաջողության, բիզնեսի նպատակ ունեիք, չգիտեմ, աշխատանքի, կարիերայի անձնական հարցեր, ես այստեղ անձնական հարաբերություններ չէի տեսնում, բայց ցանկացած հարցում խանգարողներ էլ կան, խնդիրներ էլ եղել են, բայց դուք ամեն ինչ կկարողանաք հաղթահարել, հարգելի կարիճներ։ Մեծ հաջողություն է սպասվում ձեզ։ Երկու տուզ եմ տեսնում, ինչ հետաքրքիր է, տեսնում եք, շատ բավականին հետաքրքիր շաբաթ է, երկու շաբաթ է լինելու ձեզ համար։ Սա էլ տեսնում են բաժերի ներողություն, ջահերի տուզը։ Սա նշանակում է ինչ-որ մի նոր գաղափար, ինչ-որ մի նոր ուղղություն, նոր ցանկություն, նոր նպատակ ունեն որոշ կարիճներ, տեսնենք։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի կարիճներ։ Ունեք նպատակ, ինչ-որ մի նոր գաղափար, ինչ-որ մի նոր գործի ետևից եք գնում, սա կարող եմ ասել ավելի բիզնեսի հետ կարող է կապված լինել, բայց ես չասեմ կոնկրետ ինչ, դուք ինքներդ կհասկանաք ում վերաբերում է, ինչ որ նպատակ ունեք, գիտեք, եթե հատկապես բիզնեսի գործերի հետ է կապված, սա ժլատության կարտն է, մի քիչ ավելի խնայեք, միգուցե խնայեք ձեր ժամանակը, միգուցե խնայեք ձեր ֆինանսները, խորհուրդը կարտերից, մեծ ռիսկերի աշխատեք չդիմել, սա զորական կարտն է նաև հիմարի, այսինքն մարդը կարող է սխալմամբ պատահաբար մի քայլ անել, ընկնել ձորը, ռիսկերի մի դիմեք, խնայեք ձեր ունեցած հնարավորությունները, գումարները, ժամանակը, շատ աշխատանք է լինելու ձեր նպատակին հասնելու ճանապարհին հեշտ չի լինելու, տեսնում եք, սա 10 է ջահերի, մարդը ծանրաբեռնված աշխատում է, բայց ես տեսնում եմ դուք արդեն որոշումը կայացրել եք, նայում եք առաջ եւ չեք հրաժարվում ձեր պլաններից, ես տեսնում եմ այստեղ արդարադատության կարտը, աշխատեք ազնիվ լինել, արդար լինել, արդար նպատակ ունենալ, ոչ մի անօրինական ճանապարհով չգնալ, որովհետև դա կարող է ձեզ իրականում խնդիրների առաջ կանգնեցնել։ Գիտեք, ես տեսնում եմ, որ կարող է ինչ-որ մի պահ կարող է լինել սխալ ընտրություն կատարեք, սա այսպես ընտրության կարտն է։ Եթե ինչ-որ սխալ ընտրություն, փորձեք մի փոքր օրենքը ինչպես են ասում, մի փոքր օրինազանցություն անել, մի փոքր արագացնել process-ը, ոչ շատ ազնիվ, ոչ շատ արդար ճանապարհով, ես տեսնում եմ խնդիրներ կարող են լինել, կարող են ծանր տանել։ Իրականում չի հաջողվելու, բավականին դա կանգնեցնելու է աշխատանքը, խնդիրներ կարող է առաջացնել, բայց դուք կկարողանաք դրանցից խուսափել իմիջիայլոց, եթե ճիշտ ընտրություն կատարեք, որովհետև ես տեսնում եմ, որ դուք նպատակ ունեք եւ արևով կարող եմ ասել նպատակին հասնում եք։ Պարզապես աշխատեք սխալ մարդկանց չլսել, օրինազանց չլինել, ճիշտ ճանապարհով գնալ, մի քիչ ավելի կարող է ուշանալ, բայց դուք իրականում նպատակին կհասնեք, ելի եմ ասում, եթե արդար ճանապարհով գնաք, որովհետև եթե մի փոքր անարդարություն խնդիրներ էր առաջացնելու, եթե գնում եք ճիշտ ճանապարհով, խուսափում եք խնդիրներից, իրականում տեսնում եմ դուք ձեր նպատակին կհասնեք, հարգելներս։ Երկու տուզեր, շատ գեղեցիկ, սա ձեր երազանքների կարտը, հարգելի կարիճներ։ Ես երկու տզով էլ կարող եմ ասել, եթե միացնեմ բոլոր կարտերը, շատ հետաքրքիր ժամանակ է սպասվում որոշ կարիճների հաջորդ երկու շաբաթվա ընթացքում, ունեք երազանքներ, ցանկություններ, դե ցանկություն, նպատակ, երազանքները կարող են լինել այս նոր նպատակը, ինչ որ նպատակը, ինչ էլ որ լիներ, նաև ֆինանսական հաջողություն, կարիերա, ինչ էլ որ լինի, գիտեք, հարգելիներս, մի շտապեք, բայց անպայման պետք է երազել, անպայման պետք է գնալ նպատակների ետևից եւ ես կարող եմ ասել հաջորդ երկու շաբաթվա ընթացքում որոշ մարդիկ կկարողանան իրենց նպատակներին հիմնականում հասնել։ Ես մյուս կարտերով էի տեսնում, կկարողանաք։ Ես արդեն ասացի մանրամասները, ճիշտ ուղղությամբ գնաք, շատ մի շտապեք, անազնիվ քայլերի մի դիմեք, իրականում կկարողանաք հասնել ձեր նպատակներին։ Տեսնենք։
շատ մեծ հեռու գնացող նպատակներին երկու շաբաթում դե դժվար թե հասնեք, հարգելիներս, ինքներդ եք հասկանում, ինչ որ կարելի է երկու շաբաթում իրականացնել, իրականում ես կարծում եմ, որ հնարավոր է 2 եմ տեսնում։ Տեսնենք կարտերը ինչ-որ բան կարող են ավելացնել։ Ես կարող եմ ասել, որ որոշ կարիչների համար նպատակը շատ բարդ նպատակ, եթե ունեք։ Նրանք, ովքեր ունեն ավելի պարզ նպատակներ, 2 տզով կարող եմ ասել, կարող եք հասնել, ինչ որ կարող եք 2 շաբաթում հասնել։ Իսկ մյուս տարբերակում մի քիչ բարդ կարտեր եմ տեսնում։ Այսինքն, եթե շատ մեծ հեռու գնացող պլաններ ունեք, հարգելիներս, դժվար է լինելու, ամեն ինչ հեշտ չի լինելու, եւ կարող է հիասթափություններ ապրեք, եւ շատ աշխատանք է լինելու, եւ խանգարող մարդիկ են լինելու, բայց ամեն ինչ իրականում կփոխվի։ Եթե կան մարդիկ, ովքեր նպատակ ունեն եւ ուզում են նպատակին հասնել եւ իրենց թվում է, որ չեն հասնում, հարգելիներս, ես տեսնում եմ կարտերը, որ եմ ասում, դժվար է լինելու, բավականին դժվար ճանապարհ եք անցնելու, որտեղ շատ հեռու գնացող նպատակ ունեք։ Այսուհի եմ տեսնում, այսինքն այսպեսի կարգավիճակի հասնել այսպես հարմարավետ կյանքով ապրելու, այն ֆինանսները, այն աշխատանքը, այն բիզնեսը, որ դուք ուզում եք ունենալ, բավականին մեծ երազանք է, շատ հեռու գնացող, դժվար է եւ դժվար էլ հասնելու եք, բայց ես տեսնելու եմ, որ հասնելու եք իրականում, հարգելիներս։ Ձեր դեմ պայքարում են, դուք էլ կարող եք պայքարել, ես տեսնում եմ ձեր պայքարը նաեւ դժվարությամբ, բայց իրականում կհասնեք, հարգելիներս, շարունակեք երազել եւ գործել ձեր երազանքներին հասնելու համար։ Բավականին հետաքրքիր 2 շաբաթ է սպասում ձեզ, հարգելի կարիչներ։